Նիկոլը գվերցնե հասարակության միջից ինչ որ մի հատվածը, որն այս կամ պայմաններից ելնելով խոսակցություններից մյուսից էպած է արդեն մենք կխփե Նիկոլը այսօր սաղին շուտով կկալանա որ Ծառուկյան Գագիկին Սամվել Կարապետյանի ծիրասիցիները կխլեն սմարտը կենը այն ինչ որ կուզե ու սրա հիմնական պատճառն է որ ժողովուրդը ամեն ինչի մեջ կփորձեն վադը գտնել այսինքն Աջապարյանի ձերբակալման ժամանակ մարդիկ նստածներ մտածեցին վայ մեզնից կնոնքի փող է առել վայ մեզնից ցիգերը որով թույլ տվեցին իշխանությանը կենել այն ինչ որ բդեներ մարդիկ չեն հավաքվի իրար գլուխ ինչի չեն հավաքվի որովհետև կան Սերժ, կա Ռոբերտ Քոչարյան, որոնք որ հնուց մարդկանց ենքան են հոգնեցել, որ այսօր նոր կերպար չեղնելու դեպքում հնից վախեն կան շատ է, որ կստիպեն Նիկոլին իշխանության պահել։ Ուստի Նիկոլի գործողությունները սաղ այսօր կան նորից, որ ինքը լավ կենե, որովհետև իր դեմը հեշտմարտ չի ելնի։ Սերժ Սարգսյանի կարած կոստյումն հակավ, ելավ այսօրվա դրությամբ ինքը կենե այն, ինչ որ նախապատրաստվել կենել Սերժ Սարգսյանը։ Նաև մինչև 3 խոսակցություններ էր մամուլում տարածվում, որ ձերբակալություններ են եղել Գյումրիի ոստիկանության Մուշի բաժնում, հատկապես այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հակաիշխանական հայացքներ ունեն, աչքի են ընկել հակակառավարական գործողություններով, ինչ կասեք այս մասով, դուք ինչ տեղեկություններ։ Ուրեմն, տեսեք, այս մասին ես անգամ շատ եմ խոսացել, որ այս կառավարությունը 7 տարի քնեցրել է շատ քրեական գործեր, մանր, աննշանալի, քնեցնելով այդ քրեական գործերը, բերը հասցրել է այսօր 2026 թվականի նախաշեմին։ Ինչու համար։ Այն մարդիկ, ովքեր Էշմիածին փորձել են իրանց, օպերացիան ձախողել։ Հա, փորձել են պաշտպանել են սրբազաններին, մյուսին, այսօր այդ մարդկանց մեջից կառանձնացնեն մարդկանց, ում վրա քրեական գործ կա։ Այս կամ 21 թվի, 18 թվի, 19 թվի քրեական գործ կա, եւ այդ քրեական գործերը նորից կվերապացեն, ցույց տալով, որ սաղից հետ մենք սպես կվարվենք։ Պես 5 գործը 7 տարի ես բազմից եմ սոր Նիկոլ Փաշինյան համաներման խնդիր լուծե կամ այդ գործերը փակե 7 տարի գործեր կան քննիչական կոմիտեում, որոնք 10-ով դրած են, ու այդ գործերը կպահեն նրա համար, որպեսզի 26 թվին վաղը այդ գործը հանեն այան։ Վաղը բոլորին կարողանան ճնշել։ Մարդիկ նստած են, մոռացել են 21 թվին գործն եղել է, մարդը նստած է իր համար կաբրի, իր կյանքով կաբրի, դրուկ Էշմիածին հայտնվելուց հետո գործը դարավ նորից քրեական գործ, նորից դատարան, նորից միջնորդություն, մարդը 21 թվից դուրս դեր ոչ մի վտանգ չի ներկայացնի, դրուկ քննիչը հիշեց, որ մարդը քրեական գործը պետք է երթա նորից դատարան ձերբակալելու որոշում ընդունելու համար։ Սա ժողովրդի լրակյաց կյանքն է, որտեղ մարդիկ վախենան այսօր առավել եւս, որովհետեւ շատ է բնաջիշումները, շատ, այսօր ցանկացած մարդ խոսալուց հետո գիտե որ կարող է առավոտ հետևից կան ու տանին, այսօր Հայաստանում խոսալատ կան անվտանգ չի դառել։ Դու համար մարդիկ նստել էին, այսօր ամեն մեկի հանդեպ ինքը իրակեն է այն ինչ որ կուզե։ Այս մարդը գծագրած կուկա 18 թվից մինչև առ այսօր 26 թվին էլ նորից է ժողովուրդը կեսնա 60% ցենք ու դա, որովհետև այլ ընդրանք չի ունենա, պատերազմակապես այլ ընդրանք չի ունենա, որովհետև այս ժողովուրդը չի աջակցել երրորդ ուժը, որն որ պիտի դուրս գա, որն որ պիտի ելնի ու ժողովրդի կյանքը փրկի։ Մի հատ նայեք մեր քաղաքական դաշտում այսօրվա դրությամբ գոյություն ունեցող բոլոր քաղաքական գործիչներին, բոլորի խոսույթը մի հատն է, Նիկոլը վադն է, բայց հակառակ տարբերակը մեզի ոչ մեկը չի մատուցել։ Тоа չեն ասել մենք կանք ինչ պիտենենք, ով դերն մեր արտաքին գործեր, արտաքին քաղաքական։ Ուղղակի սաղ մի հատ վերցրել են լոզունգներ, Նիկոլը վադն է։ Սաղ որ ժողովուրդն է գրասել Նիկոլը վադն է, բայց դրանից ինչ բան կփոխվի թե չէ։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարության երկրների բարձրագույն լիգա։ Դուք ստանում եք այդ տպավորությունը։ Գիտեք, եղել է պա 18 թվին, երբ որ Հայաստանը գործել է ժողովրդավարության բարձրագույն լիգա, то есть մտել էր, բայց այստեղ ես Նիկոլ Փաշինյանին չեմ մեղադրել, այստեղ մեղադրեմ նախկին իշխանություններին։ Մեկ առաջինը Սերժ Սարգսյանը, որի կարած կոստյումն է այսօր Նիկոլ Փաշինյանը,
ու անպատիժ կենե այն ինչ որ կուզե, այսօր չունենք ոչ դատական համակարգ, ոչ քննիչական, ոչ մի բան չունենք անկախ։ Բոլորը ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ քանի որ ընդդիմությունը այսօր մեր այնքան վադն է, որ հնարավոր չէ ընդդիմության վրա հույս դնել, Նիկոլ Փաշինյանը կենե այն ինչ որ կուզե, երբ որ հագաուժ չի ձևավորել, ինչ բանի մասին է խոսքը ժողովրդավարության, յուրաքանչյուր բարագայում պետք է ունենանք հագաուժ, որը կփորձե то есть հագակշիռ լինել այսօրվա իշխանությանը, բայց մենք տեսնենք որ հագակշիռ չունենք, ունենք մի հատ ընդդիմություն, որը դրել է Արցախի տրոշակներն իրանց դեմը նստել է ու առավոտն ծիրգուն նույն մի հատ չտեսանք նորմալ ծրագիր, մի հատ չտեսանք նորմալ ինչ որ նախագիծ, մենակ նստած են վադնեք, թալնիկ, էս է, չեք տեսնի ազգային ժողովն իրար գծեց է։ Խայդարագություն են Աշճյանը ասում ազգային ժողովը մեր ազգի դեմ կնե, բայց ազգային ժողովի մեջ կա հայյանք, կա իրար ծեծել, իրար հանդեպ թշնամանք, ոչ մի բան չկա։ Այդ ազգային ժողովից ինչ կուզեք, ու կուզեք որ մենք դեմոկրատ կամ պետություն ենք, իհարկե ոչ։ Նիկոլ Փաշինյանը միայնակ կառավարել այսօր պետությունը եւ դրանում օգնում է Նիկոլ Փաշինյանին ամբողջ ընդդիմադիր դաշտ։ Իսկ նոր ձերբակալության դեպքեր հայտնի են ձեզ։ Չէ, չունեմ տեղեկություն նոր ձերբակալության, բայց ինձ թվա այս քանի օր ինձ շաբաթ-կիրակին գավ Նիկոլ Փաշինյանը մոտ ինչ որ հանգստից պես պերիոդ էր, դե ինքը կոչեր է, չէ, հրադադար հայտարարեց, ես ցնդիմ գելի, այս ժողովուրդը դա ամեն ինչ նորմալ կընդունե, երկրի վարչապետը կսե գելնի կրարում կենոր, ես մինչև ամսու 5-ը հայոյանք չեմ ենե, հեշ մեկ էդ հայոյանք մի կերեք, սա ինչ աբսուրդի մեջ ենք մենք։ Այսինքն նոր ռեպրեսիաների ալիք սպասենք հուլիսի 5-ից հետո։ Չեմ կարող ասեմ, նոր ռեպրեսիաները կուկան նորից, թե իշկանով են, նայեք, այս հասարակ բան հարցնում ձեզի, զանգերը, երբ որ հնչեցրեց Էշմիածին, ամբողջ Հայաստանով մեկ զանգերը հնչեցրեցին, իմաստը որն էր, եկեղեցին նույնպես գնաց այն ճանապարհով, որովհետեւ ժողովրդին հիասթափեցնե, ժողովուրդ ամենամեծ խնդիրը, որն որ մենք ունենք, ժողովրդի հիասթափված լինելն է։ Անընդհատ ելել են պայքար, ելել են փրկիչներ, պայքարողներ, կես ճամփինսել են ժողովուրդ ջան, հոգնանք, աղոթենք, կերտանք, աշունը կուկանք, դες մարդկանց մոտ, այսօր ամենամեծ խնդիրն որ կա, դա հիասթափությունն է։ Նույն ներեց այս վերջերս եկեղեցին, ամբողջ Հայաստանով զանգերը հնչեցրեց, բայց եկեղեցու դռները բաց էր, այդ պայն եկեղեցու մեր մասը զանգ կուտարոր հասեք, փրկեք, դե զանգերն ինչու մարդ կուտան, երբ որ հարցակվել են, իսկ քահանան այդ պայն կայնած հարսնիկ կեներ, որը նորմալ է ստեղույթի։ Դες երբ որ ընդուված եղես, ենք եկեղեցու զանգերն էպ են հնչեցրել, երբ որ հրդեհ կամ չիրեմ թուրքն է հարցակվել, то есть որբիսի սաղ ոտքի կայնեն, բայց մենք տեսանք որ ժողովուրդը նախ ոտքի չկայնավ, երկրորդն հենց իրանք հոգևորականները մտած ներսը հարսնիկ կենային չիրեմ։ Այդ դեպքում հասարակ քաղաքացին երբ որ կար տեսնել որ ինքն եկել է ինչ որ պայքարելու, բայց քահանան հարսնիկ կենե, հիասթափված թողեց գնաց։ Իսկ ինչու մարերեցի, իսկ մի անգամ եւս երեցին, որպեսզի ցույց տան, որ մի կարեք ժողովուրդ, դաժե երբ որ եկեղեցու զանգերը կհնչե, դաժե այդ վաղտ մի կարեք, որովհետեւ ոչ բան չկա, պրոստը երինք ենելու համար։ Տեսեք, բռնել են Հայաստանի այս պայի դրությամբ ամենամեծ բարերարին։ Բայց ժողովրդի մեջ այնքան չարություն կա, որ ասենք մարդիկ կսեն լավ են երե, հեծը հետ կբերեն։ Հեծը հետ բերելու խնդիր կա ժողովուրդ։ Ուրեմն տեսեք, որպեսզի հստակ եղնի, այն օրը մարդ կար պատմեց, ուրեմն արևային էներգիայի այդ պանելները ովքեր որ տերել են ժողովուրդ, կարող հեծը հրաժարվի իրանցից էլեկտրոէներգիա գնելուց։ Ոչ թե հրաժարվի, այլ միջնորդ կազմակերպությունը, որը դա սպասարկում է, այսօր կարող է միամիտ տեղը բարձրվի, որ ձեզանից էլեկտրոէներգիա պիտի չառնի։ Պատկերացնեք, դուք ինչու տակ կգնիք։ Պատկերացնեք, պետությունն ինչու առաջ կկայանի, որովհետև բոլորը վարկերով, չգիտեմ ինչերով բերել են։ Մենակ Սամվել Կարապետյանի հորդորն է եղել, հանգարց այդպես քայլ չենեք, ազգին վնաս չտանք։ Դա էլ մյուս խնդիրը, որից որ կոմիտաց տեղեկություն ունեի։